Խաղաղության գործընթացի շրջանակներում խաղաղությունը անխուսափելի է։ Այս իշխանությունը արդեն տվել է ամեն ինչ եւ Ադրբեջանի պետությունը չունի հասնելու որևէ բան, բացի Հայաստան-ադրբեջանցիներ տեղափոխելուց։ Խաղաղությունը կարող է լինել երկու ձև, հարգելի հայրենակիցներ։ Թույլ եւ ամուր խաղաղություն։ Թույլ խաղաղությունը ադրբեջանցիներով համեմված խաղաղությունը։ Այստեղից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա Նախիջևանում 15 օրից տեղի ունենալու Օրդուբադում տեղի ունենալու արևմտյան ադրբեջանցիների վերադարձի ֆորումը, որի մասին մեր երկրի ղեկավարությունը ուղղակի մտահոգություն է հայտնում։ Մենք պետք է ունենանք ամուր խաղաղությունը, դա ադրբեջանցիների վերադարձի կանխարգելումով խաղաղությունն է, որպեսզի նրանք 10 օրից ավել մեր հայրենիքում չկարողանան լինել։ Դա բոլորիս է ձեռնտու, դա ձեր երեխաներին, մեր երեխաներին է ձեռնտու։ 300,000 ադրբեջանցիների վերադարձի այդ թեման բավականին քննարկվեց եւ քննարկվում է։ Փաստ է, որ մեր երկրի անվտանգության առնչվող հարցը կխնդրեի ուղղակի մանրամասներով դուք բացատրեիք, դուք որտեղ եք տեսնում դրա վտանգները եւ լուծումները դրա։ Շնորհակալ եմ, պարոն Տաթոյան։ Ադրբեջանի նախագահ հայտարարել է, որ նրանք պետք է Հայաստան վերադառնան ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով եւ դրա պատասխանատվությունը դրել է Ադրբեջանի պետության վրա։ Բացի դրանից Հիկմետ Հաջիևը իր օգնականը 15 օր առաջ խոսել է 300,000 ադրբեջանցիներից։ Նրանք ֆորումներ են կազմակերպում Հայաստան վերադարձի հետ կապված։ Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության հաշվետվության մեջ գրված է, որ խաղաղության կառուցման վրա բացաբար ազդող ռիսկային գործոնը Ադրբեջանի կողմից պետական մագարտակով առաջ տարվող արևմտյան ադրբեջանցիների վերադարձի ուղեկցող գործողությունները, այսինքն սրա մասին պետությունը գիտի, հայտնեք մեր հանրությանը, ասեք ճշմարտությունը, մարդիկ պետք է իմանան ինչ են ընտրում, մարդիկ պետք է իմանան ով է գալիս, տեղյակ պահեք մեր հանրությանը, թե ովքեր են գալիս մեր հայրենիք, եւ դա կօգնի ժողովրդին ճիշտ ընկալել 3 օր հետո ճիշտ ընտրություն անել։